Օրինակ նույն խնդիրը մենք ունենք մեր հայրենակիցների հետ, որոնք հայտնվել են դրսում։ Ինչքան մարդիկ են ամերիկյան երազանքի, եվրոպական երազանքի համար գնացել են տարբեր երկրներ։ Տուն, տեղ ամեն ինչ վաճառել են ու գնացել են Հայաստանից։ Ինչ դժվարությամբ են գնացել այդ երկրներ։ Նաև ասենք Ռուսաստանը, որ գնում են արտագնա աշխատանքի խոպան։ Հսկայական սերունդներ, խորհրդային միության ժամանակվա գնացածները, նրանց սերունդները անկախ Հայաստանի պայմաններում եւ Ռուսաստանը արդեն են Ռուսաստանը չի, շարունակում են հերթական սերունդները գնան։ Բայց հիմա կյանքը դժվարացել է շատ տեղեր։ Մարդը գնացել է, աշխատող մարդ է, նա չէր գնացել թալանելու կամ վայելելու, նա գնացել է ազատ աշխատելու, իր աշխատանքի դիմաց բարիք ստեղծելու, լավ չի ստացվել։ Ամեն ինչ ծախել գնացել է։ Բա մենք հայրենիք ենք, չէ՞ համայն հայության։ Ինչա մենք մի քանի թուրքահայ հաջողակին գիտենք, բա մնացածները ովքեր են։ Բա մենք ասում ենք, որ Հայաստանի քաղաքացին Հայաստան պետության հոգացության ներքո է։ Դա ոնց է արտահայտվելու, չենք ասում Հայաստանը պետք է գնա այդ երկրում նրան փոխ տա նա ապրի։ Հայաստանը պետք է պայման ստեղծի, այդ մարդը չամաչի գա։ Նա ամաչում է, ասում ավելի լավ է երրորդ երկիր գնամ, քան թե գամ Հայաստան, չարախնդալու են, ասեն դու էիր գնում Ամերիկա։ Տեսար ինչ վիճակի մեջ ընկա։ Մենք փոքր մարդը կարող է չարախնդա, եթե իր հայրենակիցը գնացել է ու նրա կյանքը չի կայացել։ Սրտաբաց ընդունենք, ասենք արի մեր հայրենակից ջան, արի մենք գյուղական բնակավայրերում քեզ համար սիրուն պայման ստեղծենք, արի բիզնես դիր, արի այս հարցն արա, պետությունը այդ պայմանները ստեղծի, 8 միլիարդից ավել մարդ ապրում է աշխարհում, գենետիկ մոդիֆիկացված սնունդ են արտադրում, կարողանան մարդկանց կերակրել, ու դու այսօր գյուղատեսական հողատեսքերը դատարկ է, որովհետև չես կարողանում գտնել ձևը, ինչպես անել, որտեղ իրացում գտնել, ինչ անել, որ աշխատես, կամ փոքր տնտեսություններ ստեղծելով կարողանաս սպասարկես մեծ քաղաքների տնտեսություններին, կամ այսօր IT տեխնոլոգիայի մեջ ներգրավված մարդիկ կան, որոնք Հայաստանում նստում են, իրացման շուկան դուրսն է, իրանք այդտեղ են աշխատում, նրանց համար ընդհակառակը կոմֆորտ միջավայր է պետք, աղմուկ պետք չի, եւ թանկ գրասենյակային ծախսեր պետք չի։ Այդ մարդկանց ասենք հարգելիներս հետ եկեք Հայաստանում ապրեք, եկեք մենք ձեզ համար պայման ստեղծենք, մեկը մարդը գալու է, այդ տունը տալու ես, հետո այդ տունը գրավով չի կորելու, ոչ մեկը դա չի վաճառելու երկրից գնա։ Ով հետը գումար կունենա, գումար կբերի կդնի։ Մենք այդ կարգի քաղաքների հնարավորություն չստեղծեցինք։ Սիրիայից եկան պատերազմի ժամանակ ստեղ նայեցին, այնպիսի ահավոր մթնոլորտ ստեղծեցին, թողեցին գնացին այդ մարդիկ։ Բայց մարդը ընդհանրենք ապրել է այնտեղ, կյանքի վերջի տարիները ցանկանում է Հայաստանում ապրում։ Կանգնում են ամբարտավան ձևով ասում են Հայաստանը ձեզ համար գերեզմանոց է, գնացել եք, վայելել եք կյանքը, հիմա գալիս եք։ Ինքը կգա այստեղ կապրի, երեխան կգա իրան կտեսնի, թորը կգա իրան կտեսնի։ Վերջի վերջը մարդը գալիս է սպառող է, գալիս է նա այն ինչ որ կերավ, այն ինչ օգտագործեց, քո երկրի համախառը ներքին արդյունքն է ավելանում։ Թող սիրուն միջավայր ստեղծեիր իրանց համար, որտեղ ինքը իրան կոմֆորտ կզգա։ Լիբանանահայերը կգային այդ մի փողոցի վրա կապրեի, Սիրիահայերը գային մյուս փողոցի վրա, Ֆրանսիահայերը, Ամերիկահայերը կգային, Ռուսաստան, այսինքն իրանք սովոր են նրանք, իրանք շփվելու առումով խնդիրներ չունեն, շատ դեպքերում ու շատ հանգիստ կարող են ինտեգրվել մեր կյանքի մեջ։ Ու դա մենակ չի վերաբերվում միայն ուղղակի նրանք, ովքեր գնացել են ու կյանքը չի ստացվել, զուտ մենք ասենք նրանց հետ բերենք։ Քիչ հայրենակիցներ ունենք, որ այս կամ այն պատճառներով հայտնվել են կալանավայրերում։ Լավ ենթադրենք մարդը գնացել է, չի ստացվել իր կյանքը։ Միտեղ խնդիր է առաջացել, անհրաժեշտ ինքնապաշտպանություն է գերազանցել, տվել է մեկին սպանել, կամ մեքենայի տակ է մեկին գցել, լավ, հանցագործություն է կատարել, հասկացա, բայց մեր հայրենակիցն հայտնվել է բանտում։ Այս շենքի հետևը նայեք, քանի հազար հայի ճակատագիր կա։ Մենք ընդհանրապես մտածում ենք դրա մասին։ Մենք մտածում ենք, որ այդ մարդը տեղից դուրս եկավ, ինչ է անելու։ Մնալու է այդ երկրում, կարողանալու է աշխատանք գտնել, թե իրան դուրս են անելու, ինչ է անելու։ Ամեն ինչ կորցրած հայտնվել է բանտում։ Մեր հայրենակիցն է, մենք էլ նրա հայրենիքն ենք։ Մենք նրան դատապարտողը չենք։ Մենք մտածենք, կարող ենք կանգնել եւ ասել, հարգելի Ամերիկայի իշխանություններ, բերեք մտածենք։ Գուցե այն ստանդարտներով, որտեղ այդ մարդիկ մնում են, այդ ստանդարտները Հայաստանում մենք ապահովենք ձեր օգնությամբ։ Բերենք այդ ստանդարտներով այդ մարդկանց պահենք, այն ծախսը, որ դուք անում եք նրանց վրա, դրա կեսով մենք կարող ենք անել, հաշվի առնելով, որ մեր մոտ ծախսը ավելի ցածր է։ Այդ մարդիկ կգան Հայաստանում կմնան, այդ ընթացքում կրթությունն էլ նորմալ կստանան, եթե չունեն։ Նորմալ ձևով աշխատանքի մեջ էլ ներգրավված կլինեն։ Դուք հասկանում եք, որ այդտեղ հավաքված մարդկանց հետ կապված այդ կոոպերացիայի պայմաններում ինչքան պատվերներ կարելի է տալ եւ ի վերջո ինչքան էլ իրան վճարես, որ վաղը բանտից դուրս գա, աշխատանք էլ ունենա, փող էլ ունենա, գրագիտություն էլ ունենա, նա բեր չդառնա, վտանգ չդառնա հասարակության համար։ Այդ նույն առումով շատ-շատերը կարող են նրանց պատվերները տալ եւ այդ մարդիկ նորմալ աշխատեն։ Այսինքն մենք էլ այդ ստանդարտը երբ որ ունենանք, ամերիկյան ստանդարտը, եվրոպական ստանդարտը, չասենք այնտեղ էսպես է, մենք դա մեր մեջ ունենանք։ Այդ նույնը մենք կարող ենք վաղը նաև անենք մեզ համար, բայց բան ունենանք ցույց տալու։ Կանգնենք, ասենք, հարգելի ամերիկյան իշխանություն, այս մարդկանց բերելով, ձեր ծախսը պակասեցնելով, դուք էլ մարդ դրեք, քանի որ դուք էլ ֆինանսավորելու եք դրա համար։ Դուք մարդ դրեք, թող այդ մարդը գա ստուգի, տեսնի մենք ձեր ուզած ռեժիմը պահում ենք թե չէ։ Մենք ձեր ուզած մակարդակը պահում ենք թե չէ։ Եթե այդ մարդը մեր մոտ է նստում, ո՞նց ենք անում, որ եթե ինքը վաղաժամկետ ազատվելու հետ կապված ամերիկյան կառավարությանն է դիմելու, թե Հայաստանի
որ նորմերով ենք մենք անելու, եթե դա նորմալ ձևով այդ ժամկետը անցնելու ընթացքում նրանք կարելի է վաղաժամկետ արձակել, Ամերիկանը դա անում, թե մենք ենք անում, բայց մենք այդ ստանդարտների ու ռեժիմների խնդիրը լուծենք, համ ձեզ բեռը թեթևացնենք, համ մեր բեռը թեթևացնենք, որ բացի այդ որ այդ մարդիկ գալիս են, նաև դուք գումար եք դնում, եւ դրանից հետո մենք կարող ենք այդ նույն ստանդարտը անենք Հայաստանի համար։ Ինչու է նաև դա մեզ համար շատ կարևոր։ Այդ հարցի հետ կապված իմիջիալոց նաև Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանն հետ էին խոսում, որտեղ ինձանից հետո ինքն էլ էր գնացել Միացյալ Նահանգներ, ինքն էլ էր այդ հարցերը ուսումնասիրում, թե ինչ կարելի է անել Հայաստանում։ Դե դրա համար լուրջ հնարավորություններ պետք է ունենան, որ անենք, էլի միայն մտահոգությունը բավարար չէ։ Այդ էինք ասում, ասում ենք, բա ով պետք է մտածի կալանավայրում հայտնված մարդու մասին, եթե ոչ ես, որ երբեք քրեական հետապնդման չեմ ենթարկվել, բանտում էլ բարեկամներ չունեմ, հանցագործ աշխարհի հետ շփումներ չունեմ, եւ գիտնական մտավորական ընտանիքից Գուրգեն Սիմոնյանը, որ ոչ մեկը մեզ չի ասի ինչից խոսում եք, կարող է ձեր անձնականի համար եք խոսում։ Այսինքն մենք ինչ ենք ասում։ Մարդը գնաց այսօր Հայաստանում բանտ նստեց։ Դուրս եկավ, մարված է նրա դատվարձությունը։ Վերջ նա հասարակությանը լիարժեք վերադարձել է։ Հասարակությունը նրան լիարժեք ընդունում է։ Հասարակությունը նրան վանում է։ Փող չունի բիզնես տնելու, աշխատանքի չեն ընդունում։ Ինչ եք ուզում։ Չեմ ուզում վիճակագրությամբ ցես ծանրաբեռնեմ, հանեմ մի հատ ցույց տամ, թե քանի մարդ նորից հայտնվել է բանտում, որտեղ ինչ աներ։ Իբր թե դուք դրանց մեկուսացրեցիք, հերրու պահեցիք հասարակությունից, բայց հասարակության քանի մարդու ունեցվածքի նկատմամբ ոտնձգություն եղավ, քանի մարդու կյանքի ու առողջության նկատմամբ ոտնձգություն եղավ, որովհետև դուք նրանց հարցը չլուծեցիք, չլուտելով նրանց հարցը, չլուծեցիք նաև իրանց հարցը։ Բա մենք չենք ուզում լիարժեք վերադարձնենք այդ մարդուն հասարակությանը։ Նաև այդ օրինակը, այդ ստանդարտը ունենալով, վերենք ասենք հարգելիներս, տեսեք, մարդը նստելա բանտ։ Չեմ ասում թե ինչքան մարդ կարող է նաև այնտեղ հայտնված էլի հանիրավի, չեմ ուզում այս խոսակցությունը քաղաքականացնեմ։ Լավ, հանցագործություն է կատարել, հետո այդ մարդը դուրս է գալու, չէ՞ այնտեղ չի մնալու ամբողջ կյանքը։ Հասարակությունը ոնց է նրա հետ հարաբերվելու։ Եթե դու այդ մեխանիզմը չես գտնում նրա հարցը լուծելու, օբյեկտիվորեն նա ապրուստի միջոց չունի։ Դու չես լուծում նաև հասարակության ցանկացած անպաշտպան մարդու հարց, որովհետև չգիտես նրա հարվածի թիրախը ով է լինելու։ Նա չարացած է նրանց վրա, նրանք էլ անվստահություն ունեն նրա նկատմամբ, բայց այդ մարդիկ իրար կողք կապլում են։ Բա ոնց անենք դա։ Ցույց տանք մի հատ օրինակ, կառուցենք այդ օրինակը եւ այդ օրինակը նաև տարածենք մեր համար այդ ամեն ինչը անենք։ Եվ տեսեք, հարցը չի վերաբերվում միայն ասենք այն մարդկանց, ովքեր Հայաստանից գնացել են եւ իրանց տեղը չեն գտել Միացյալ Նահանգներում կամ Եվրոպայում կամ Կանադայում կամ էլ թե չբանտում հայտնվածները։ Մենք ինչքան ունենք մեր հայրենակիցներ, որոնք իրանց կյանքի վերջում կերազեին, որ Հայաստանում ապրեին։ Ապրել են իրանց կյանքը լավ, վատ, արել են, ընտանիք են դրել, ամեն ինչ արել են։ Հիմա ասենք, այնտեղ տարբեր ձևով են այդ անունները կոչում, չէ՞։ Ծերերի մանկապարտեզ, որ ասինքն տանում են առավոտ այնտեղ իրանք գնում են աշխատանքի, մարդիկ երկար ռեժիմով աշխատում են, որից հետո գալիս են տուն են բերում։ Միտեղ կա ուղղակի հենց ծերանոց, միտեղ ասենք ոնց որ անունը իրանք ասենք դնում են կյանքի ապահովման տեղ, անունը չի կարևոր։ Ի վերջո հիմա նաև տեսնում ենք այս շենքը, այսպիսի շենքեր, որոնց հետևում մեր հայ մարդկանց ճակատագրերն ու անպայման չի Հայաստանի քաղաքացի լինի, կարող է գնացել է Ամերիկայում ապրել, Եվրոպայում ապրել, տարբեր տեղեր ապրել։ Այդ մարդը կարող է մենք այդ մարդու համար պայման ստեղծեինք Հայաստանում։ Շատ դեպքերում տեսնում եք ինչքան են Ամերիկայի կառավարությունները դժգոհում, ինչքան սոցիալական ծրագրեր են անում, բեռնա իրանց վրա վերցրած, ախր հազիվ են կարողանում դա անել, ինչ որ միտեղ էլ ասենք վատ են տրամադրում այդ մարդկանց նկատմամբ, որը արդեն անցել է թոշակի ինչ անի այդ մարդը։ Եվ պատկերացեք նույն հաջողությամբ մենք կարող ենք չէ Ամերիկայի կառավարությանը կամ այլ տեղի, քան որ Ամերիկային էին ուսումնասիրել, դրա համար եմ ավելի շատ օրինակը դրա վրա վերում։ Ասենք որ հարգելիներս, ինչ ծախսեք անում այդ մարդկանց վրա։ Կարող է մեր հայրենակիցները ուզենան այս նույն պայմաններով ապրել նաև Հայաստանում։ Եկեք մտածենք նորմալ գյուղական բնակավայրերում, մարդը հանգիստ կա, իր կյանքը աշխատել է, այդ աժիոտաժի մեջ աշխատել է իր ամբողջ կյանքը, կարող է մարդը գալիս է ցանկություն ունենա այս նույն ստանդարտներով, որը հիմա կա, մենք տանենք Հայաստանում ձեր ստանդարտներով կառուցենք, ասենք եկեք դուք էլ դեսպանատան համապատասխան մարդուն վերահսկողություն սահմանելու համար, որ տեսնեք այդ փողերը չենք կերել, այդ մարդկանց համար արել ենք, ինչ ծախս որ դուք անում եք, հաստատ դրա կիսով մենք կարող ենք այդ պայմանը ստեղծել։ Այդ մարդն էլ կարող է ցանկություն ունի գա իր հայրենիքում ապրի, իր կյանքի վերջի տարիները այդտեղ ապրի։ Վաղը մյուսօրն էլ մարդիկ կգան իր ծնողները կգան։ Այսինքն մենք այդ նույն ստանդարտը ստեղծենք, ստեղծելու ժամանակ նաև մեր մոտ ասենք հարգելիներս, այս ստանդարտը վերաբերմունքը մարդու նկատմամբ էսպիսին է։ Տեսնենք ինչ ծախս է արվում, տեսնենք ինչպես է արվում, ոնց են անում որ մարդը այդ ամեն ինչի մեջ ներգրավված լինի։ Կառավարությունները ամեն մեկը ինչ որ ծրագրեր անում են, հատվածական է։ Բայց այդ ծրագիրը անելու համար պետք է խնդիրը վերևից նայես։ Ես մեկ օրինակ բերում եմ այդպես Երևան քաղաքում Թամանյանի արձանը նայեք, որ ինքը սենց կանգնած է ներքև Երևանի հատակագիծն է, ու ասում է տեսել է նա երևի արևային մի քաղաք։ Խնդիրը վերևից է նայել։ Ես ուզում եմ որ այդ խնդիրը մենք վերևից նայելու հարցով կարողանանք լուծենք։ Այսինքն մենք նայենք ասենք իսկ մեր հայրենակիցները կուզենան Հայաստանում ապրել։ Այս պայմանները ստեղծենք Հայաստանում, նույն պայմանները ստեղծենք նաև Հայաստանի մեր հայրենակիցների համար։ Եվ կտեսնենք հասարակության մթնոլորտը ինչպես է փոխվում։ Ինչպես ենք այս չարությունը մարդկանց մեջից դուրս գալի, որովհետև հասարակության բարոյականության մակարդակը որոշում է ինչպիսին է քո վերաբերմունքը հասարակության հոգացության կարիք ունեցող շերտերի նկատմամբ, անպաշտպան շերտերի նկատմամբ, ծերերի ու երեխաների նկատմամբ։ Սա է վերաբերմունքը ցույց տալիս։ Մենք այդ խնդիրը եթե կարողանանք լուծել, նաև ներգրավել դրսի
օգնությունը շատ-շատերը մեծ հաճույքով կարող են նաև նման ծրագրերին օգնել։ Ով է ասում, որ դա հնարավոր չի։ Իսկ ով է ասում, որ քիչ գրանտային ծրագրեր կան, որոնք նաև ասում են ֆոտովոլտային պանելները դնում եք շենքերի գլխին, տաների գլխին, որի մասին խոսում ենք, դուք էկոլոգիապես նորմալ խնդիր եք լուծում։ Բերեք գրանտային ծրագրերով այդ թոշակառուների գումարների մի մասը մենք մեր վրա վերցնենք, փոխհատուցենք, այս անենք, այն անենք։ Ահագին ծրագրեր կան, աշխարհում շատ մեծ միջոցներ կան, որ բարոյական ծրագրերի վրա ներդրում են անում։ Մենք ուղղակի դրա մեջ չենք մտնում։